Ապրիլի 29-ին Նարեկացի արվեստի միությունում բացվեց գեղանկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանի ու կբացվեն դռները գոց խորագրով ցուցահանդեսը 24 կտավ խորհրդանշական 24-ի համար։ Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Տակնու վրա եղած վիճակը ես միշտ արտահայտում եմ նկարներով ու բավական շատ 200-200-ից ավել աշխատանք ունեմ հենց այս թեմայով։ Միտեղ եռապատկերա, միտեղ մի հատ աշխատանք է, որից ասենք մի 10 շարք է, հիմնական շարքերով եմ աշխատում։ Արվեստաբանը երբ որ եկավ նայեց աշխատանքները, դե ցուցադրում էի, հենց կանգ առանք այս աշխատանքի վրա ու ես ասացի, այս այն աշխատանքն է, որ միշտ երբ որ դուռը փակում դուրս ես գալիս, միշտ մտածում ես, երբ պետք է հետ գնաս այդ դուռը, որ բացես, քանի որ երկար ժամանակ արդեն մուտքը չի օգտագործվել փշեր են, բան, տենց ինք խոսեցինք ու ասեց չդնենք մի անգամ արևմտահայերենով, երբ բացվում են դռները գոց։ Մի անգամից ինձ շատ դուր եկավ իր առաջարկը ու Տաթևիկի առաջարկը ընդունվեց, խորագիրը տենց էլ սկսվեց։ Մանոն Ավետիսյանին նրա արվեստի սիրահարները բնութագրում են որպես նուրբ, նրբազգաց եւ կանացի։ Կանացի նրբազգացողությունից զերծ չեն մնացել նաեւ նրա աշխատանքները։ Շատ հեշտ, շատ արագ այս ամեն ինչը կազմակերպեց։ Տիկին Արմինեն արդեն հավաքել էր որոշակի քանակ բովանդակությամբ մոտ։ Ես հյուր գնացի իրեն, մենք միասին փոխադարձաբար խորհրդակցելով ընտրություն կատարեցինք բովանդակությանը հնարավորինս մոտ ու այս ցուցադրությունը ունեցանք։ Միշտ չի, որ նկարներից զգացումը հատկապես հիմա ժամանակակից արվեստում նկարչի կին կամ տղամարդ լինել է, բայց Տիկին Արմինեի դեպքում թե գունազգացողությունն է, թե ինքը առհասարակ էությամբ շատ կանացի, շատ նրբազգաց մարդ է, ում թեկուզ այս շատ ցավոտ թեմաների մեջ զգացվում է, որ կնոջ ապրումներ են, կնոջ զգացողություններ են եւ կնոջ սխեմայահա կոմպոզիցիան ընտրության, չգիտեմ, զգացվում է մոտեցումից, համադրումից, կառուցումից ամեն ինչից զգացվում է։ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրված աշխատանքներում ցավի պատկերումը հնարավորինս անուղղակի է ներկայացված։ Ցուցադրված աշխատանքներն անվերնագիր են, դիտողին սեփական երևակայության հետ մենակ թողնելու համար։ Վերնագրեր չդրեցի, նոր հենց հարցնում են ինչի վերնագրեր չեք դրել, չեմ ուզում ուղղորդեմ ես ամեն մեկին իր ոնց որ թե մտածի իմ ուղղությամբ, այլ ուզում եմ, որ ամեն մեկ ինքը ինչ ազգում, ինչ վերցնում իր մեջ այս աշխատանքներից։ Հյուրերը Ավետիսյանին բնութագրելիս առանձնացնում են ինչպես արվեստի, այնպես էլ անձի յուրահատկությունը։ Առաջին յուրահատկությունը Մանոնի իր անունն է, ինքը Արմինե է, բայց ինքը իրեն անվանում է Մանոն, բոլորը իրար Մանոն գիտեն։ Շատ հաճելի է թե արտաքինով եւ իր արտաքինի ներքին ջերմությունը, ինքը միշտ փոխանցում է իր կտավներին ու շատ յուրահատուկ կերպով։ Ոչ միայն ինքը նման չի ուրիշներին, այլ նաև շատ գեղեցիկ է ինքան ամեն ինչը։ Նոր մի անգամ նայում եի, ասում են ինչի՞ չես վերնագրում, ասում եմ ոստին վերնագրերը կա, չի հասցնել վերնագրի, բայց ավելի լավ կներ, որ վերնագրերով տեսնենք, որտեղ վերնագիրը ոնց ասած նկարի դուրն է, էլի, կարդում ես մի անգամից ներս ես մտնում արդեն, չնայած էլ կարելի է ներս մտնել, ուղղակի քո ներքին զգացողությամբ իսկ վերնագիրը կոնկրետացնում է աշխատանքը, ես տենց եմ կարծում, որովհետև ամեն վերնագիրը նկարի խոսքն է, նկարչի խոսքն է։ Ինչ ասեմ, շնորհավորում եմ Մանոնից, շատ սիրում եմ իրեն, մի անգամ մենք մասնակցում ենք Օրանի գործերին, բարեգործական Ամերիկայում ամեն տարի վաճառքի ամբողջ գումարը հատկացնում ենք երեխաներին, այդտեղից մենք իրար գիտենք։ Ու կբացվեն դռները գոց ցուցահանդեսը ոչ միայն գեղարվեստական արտահայտման հարթակ է, այլև լուրջ, սակայն խորքային հիշողության եւ վերապրումի խոսք նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մանոն Արմինե Ավետիսյանի կտավները դիտողին փոխանցում են զգայական փորձառություն, որտեղ ցավը ներկայացված է նրբորեն, իսկ հիշողությունը խորհրդանշական լեզվով։ Ցուցահանդեսը եւս մեկ անգամ հաստատում է, որ արվեստը կարող է դառնալ ոչ միայն գեղեցիկի արտացոլում, այլև պատմության, հիշողության եւ ինքնության պահպանման ուժեղ միջոց։ Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 1-ը։